Հա, մի նվնվացեք։ Նրանք էլ ենտեղ Մալինայի գլուխն ու երկուսը։ Հետաքրքիր է, բայց Զաբել ворցուկը որտեղ է լինում, որ չի դիմավորում, չնայած ուրախ եմ, որ այստեղ չի լինում, չի վազում ու խնդիր չի հարուցում, ներսում է լինում, հետո գալիս է, բայց թե այ ուր է լինում, այ դա չգիտեմ։ Կամ էլ նկատել է, որ կապում եմ, սկզբում չի դիմավորում, հետո է միանում, որ չկապեմ։ Այ ворցուկ։ Հա, սիրունս, հեսա մի հատ այսքան հատվածը մաքրեցի, այսքանն եմ մաքրեմ, որպեսզի մաքուր լինի, այդպես խելոք նստեք պուպուշներս։ Զբաղվի, ես գնամ ներս գամ։ Հա, հեսա քեզ էլ մի քիչ տամ զբաղվեք, ես գնամ ներս գամ, լավ։ Արի։ Գիժ է, լրիվ գիժ է, կանցեք ձեր մոտ փիսոների կերն ու ջուրը տամ գամ։ Հա, Մալինա։ Ջան, հեսա եկա ձեր մոտ եկա պուպուշներս։ Հա, սիրուններս, հեսա գալիս եմ ձեր մոտ։ Փիսոները ուտում են։ Էդ ով է հաչում, կարող է ворցուկն է հայտնվեմ։ Վայ, սիրունս։ Հա, կեր։ Եկել ես, հա, ворցուկ։ Այ ворցուկ, ես եմ։ Պաստորեն ուշ ես գալի, որ չկապեմ, հա։ Ворցուկ վեր կաց։ Ворցուկ վեր կաց, սուսուփուս վեր ակենում ու առաջ անցնում, մի հատ չի էլ նայում ինձ, գիտես, այ որ չկապեմ, գիտեմ։ Այ խելոք հասկացողս, այ որ հասկանայր, որ հաչալ չի կարելի, ворցուկ ջան։ Գիտես ինչքան լավ կլներ, Ավրորա վերջացրու, մնում է դու հաչայր։ Դե լավ, անցանք, գնացինք։ Արի Զաբել ջան, չնայած որ քանդում են, տեսեք, բայց ворցուկը ոչ հաչում է, ոչ առանձնապես ինչ որ բան։ Արի Զաբել գնացինք։ Հա, հասկացա հիմա, հետամ հայացքները։ Բոլորը ուտում են շատ զբաղված։ Համովեր։ Այ որ խելոք մնար, չէ, ворցուկ ենքան լավ։ Հասկանում ворցուկը չի գալիս դիմավորելու, կամ որ շատ զբաղված է ներսում, կամ որ չկապեմ։ Եվ առաջինն իմ առջև դուրս է գալիս Սամը։ Իսկ ես գնում եմ մյուս խմբի կենդանիներից կերակրելու, ոնց է Սամ։ Լավ ես, էլի կաղում ես, անձրևներ են, հա։ Երեք գոնե կարողացել էր այդ կարկուտին թաքնվեիր։ Նայեցի չերևացիր, հույս ունենամ փակ տեղ էիր մտել։ Դե լավ, արի գալիս ես։ Դե տես, եթե վերջացնես կուզես կգաս չորել կտամ։ Այն կողմից հաչոցներ լսվեցին, Սևուկն ու Արջուկ արագ գնում են, Սամն էլ ամեն ինչը թողեց գնաց, Սիրունիկն էլ էր վազում։ Մենակ սպիտակի վեճը չի պարկել այնտեղ։ Եվ ճիշտն էլ ինքն է արել։ Հաչոց է էլ, ինչ մի բոլորդ վազում եք, որ ինչ։ Հասկինա։ Մի խոսքով դե լավ։ Մեկ էլ այդ հաչոցները ընդհանրապես վախկոտին պետք չէր։ Սամ էլի չսկսես Արջուկի հետ։ Արջուկ գնա ձեր մոտ կգամ։ Կարճ է, չէի տեսեք քեզ կարճ եմ, հեսա քեզ էլ կերակրեմ, կարճ լս, լավ ես։ Ձակուկդ ոնց է, լավ է։ Հա։ Սիրունի, կարճլին չես նեղացնում։ Արջուկ դու էլ հանգիստ թողեք կարճլին։ Արագությունից, որ արագ լցնեմ, տանեմ քանի այնտեղ կռիվ չի հասունացել, թափեց։ Սիրունիկ, էլի մենակ քո լաչառությունն է լսվում, զգում ես։ Հասկի վրա էր հաչում։ Հա պուպուշս։ Հեսա բերեմ։ Սիրունիկ, ինչ է Սամի վրա հաչում, Սամն է գնում Արջուկի վրա։ Արի, կարճլիկ։ Մնում էր ձեր կռիվները բաժանեի։ Սպիտակի ձայները լսեց, առաջարումա տեսնի ինչ է կատարվում։ Անշնորհքություն ես անում, սիրուն։ Չի կարելի։ Ինչ ես բոլորի վրա հաչում ու լարում։ Գեր հասկի։ Ընկերուհին էլ վերևում է սպասում։ Գժուկ իջի ներքև։ Էй, գամփր։ Էй, արի այստեղ էլ է։ Ինչի եկար ձենդ, լսվեց ահավոր շների լարոց ու բնականաբար ով էր այս գամփրը, որի մասին պատմեցի, որ ինքը ականջները կտրել են խորքից, պոչը կտրել ու իհարկե դուրս գցել։ Ինքը սովոր է, որ եթե ինքն է ստեղա,
ոչ ոք չպետք է լինեն։ Եթե ինքը ինձ պաշտպանում է, ոչ մի շուն պետք է կողքիցս չքայլի, այսինքն այնինչ իմն է, իմն է։ Եվ այս գամփրի համար խնդիր է առաջանում առհասարակ դրսում ապրելու, որովհետև տանը ինքը այդպես է սովոր եղել, իր չտեր կոչվածները այդպես են պահել։ Հետո որոշել են երևի, որ ինքը ոչ մեկին պետք չի։ Ասել են դե գնա գլխիդ ճարը տես, ինչպես ուզում ես։ Տեսեք, թե ինչպես անհետացան բոլոր շները, երբ որ հայտնվեց այս գամփրը, բոլորին լարում է։ Արի սիրունի, արի, քեզ երևի բան չի ասի։ Այնտեղ էլ մի քիչ լցրել եմ, հետո կգա, տեսեք, բոլորին լարում է։ Ինքը իշխող բնավորություն ունի, որց գամփր է։ Բոլորին լարել ես, բոլորին, միայն սիրունիկն է մնացել, դա էլ իր տարածքն է։ Իսկին ասում է շներին կերեք տալի, ասում եմ, հա, ասում եմ, մի հատ ինվալիդ շուն կա, իրան տվեք, ասում եմ, փորձում եմ, հենա նստել է այնտեղ, սպասում է, ասում է, թողնում են ես սրանք, ասում եմ, դե նա վախկոտ է, ինչ արած, էй։ Ոտքը կաղացող շան մասին է, որը ընդհանրապես չի մոտենում անգամ, իր դեպքում ահավոր բարդ է պետք է, փորձեմ, գամփր դու հեռու գնա, ու թող որ ինքը ուտի, կաղացող ոտքով շունը խնդրեմ, մի գնա, կեր եմ տալու էստեղ, չես նեղացնի, չէ գամփր ջան, հա սիրունիկ դուք կերեք սպիտակ, հիմա գալիս եմ, իմ արդեն այնտեղ են, այն մի վախկոտն էլ, այստեղ կեր եմ լցրել անկյունում, հույս ունեմ, իմ գնալուց հետո իհարկե կմոտենաք ուտի, կահ ոտքով եմ, ինչ ես մատիկներս լպստում, այ գիր, մի քիչ քեզ խելոք պահի, դու արդեն քո տանը չես, ու հայկական իրականությունում դժվար էլ տեղ գտնես, ու դրսում ես, պիտի դրսի պայմաններին սովորես, գամփր ջան, դե լավ մնա, բոլորը կերերը թողը գնացել են, երևի գամփրից հետո կգան, միայն սպիտակն է, որ ինքը չի խառնվում, կռիվ չի անում, իրա լցրածը հանգիստ ուտում է, խելոք, ու բոլոր հարցերը լուծում է առանց հաչալու, դե լավ սպիտակ, սա իրենց թող վերկած գնում ենք ձեր մոտ, համել համով բան եմ տալու, տեսակ, սիրունիկին, խելոք, լավ, արի սպիտակս, խելոք, գամփր, խելոք մնա գամփրո ջան, հասկի ընկերուհին եկել է ուտում է, կարճլիկը մոտակայքում էր պտտվում, սիրունիկը, պուպուշը, սպիտակը, սևուկը, վախկոտը, արջուկն ուրա գնացել է տեղում, հա, վախեցրել են աչքը, դե լավ եկեք գնանք, դու չես գալի գամփր, որտեվ դա իրենց տեղն ալնելու, ու հերիքա, սպիտակի վրա գրմռած, տեսնում ես ինքը հարցերը շատ կուլտուրական է լուծում, այնպես որ, հա, եկեք գնացել, գամփր ջան, ինձ ուղեկցել պետք չի, ու իրանց վրա գրմռալ պետք չի, որովհետև ես իրենց տանում եմ իրենց տարածք, իսկ դու ինձ ուղեկցել պետք չի, գամփրը եթե մեկին պաշտպանում է, որ թիկնապահի պես դիմացից գնում ու թույլ չի տալի ոչ ոք մոտենալ, արի սպիտակ, արի արջուկ, վախեցրել են եկել էստեղ ես սպասում, արի, եկեք դուք անցեք ձեր տեղ, ախր քեզ ով էր ասում արջուկ իրանց հետ կռիվ տաս, եկեք, անցեք ձեր տեղը, առաջինը վազում է վախկոտը, եկակ, ում հետ էիր կռվել արջուկ, հա վախկոտ, սպիտակն ու սևը, գամփրը հասկացավ, որ սա իրա տարածք չի ձերն է, հասկանում եմ, հոտ եք առել, սպիտակ հանգիստ, բոլորին կարողացա հասցնել նաև ճաշից, ինչը շատ դժվար էր 4 վախկոտ շների համար, բայց ստացվեց, ինչ որտեղ մարդու սիրտ հովացնող պատկեր, որ կուտեն ու սոված չեն մնա, այս վախկոտները խելոք այսպես ուտում են հիմնականում, արջուկ, խելոք, աչքով տվեցի, դու գնա քոն, հա արջուկ, գնա քոնը կեր, վայ վախկոտ, հա դե լավ, ամեն մեկը միած ստուգեք, տեսեք որտեղ ինչ կա, ով ոնց ինչ, հա սիրում ես սպիտակին արջուկ ջան, լավ,
Եղա, դու սպիտակին սիրում ես, վախկոտին սիրում ես, ոցերից ա ուզում պաշտպանի, բայց մենակով միշտ չի որ հաջողվում։ Սամը եկել է մեր շենքի դիմացի մայթը, սա իր տեղն է հիմնական, կամ շենքի բակում այն մարդու իրերի մոտ, կամ այստեղ հիմնականում շենքի բակում Սամի տեղն է, այդ մարդու անվասայելակը տեղում է, եթե չի լինում, այսինքն գնում է շրջել, չէ մոտակայքում քնում եմ։ Իսկ այստեղ երեկոյան հիմնականում գալիս կապարկում եմ մյուս գամփրը կամ մոտակայքում։